Այդ հարցը կարևոր հարց է, որը պետքա դնել սեղանի եւ ընդհանրապես տեսնել, հասկանալ ովքեր են խնդիր տեսնում այն բանի մեջ, որ Հայաստանը որպես ինքնիշխան պետություն հարաբերություններ է կառուցում իր հարևանների հետ, ուզում է բացել սահմանները, ուզում է զարգացնել տնտեսական առևտրային հարաբերություններ, ուզում է, որ սեփական քաղաքացիներն ու ժողովուրդը Հայաստանում ապրեն լավ եւ բարեկեցիկ, առևտուր անեն, որ երկրներին սա ձեռք չի տալիս։ Ինչու ձեռք չի տալիս։ Եթե կա մի երկիր, որ Հայաստանի լավն է ցանկանում, ո՞նց կարող է այդ երկրին շահեկան չլինի, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորի։ Թուրքիան մեր տարածաշրջանի խոշոր խաղացող պետություն է։ Եվ մեզ շահերից է բխում, որպեսզի մենք Թուրքիայի հետ ունենանք բնականոն հարաբերություններ, կարողանանք անել առևտուր, բացենք կոմունիկացիաները, հաստատենք միջպետական եւ դիվանագիտական հարաբերություններ, եւ սա մեր ճանապարհն է։ Կարող է պարզվի հանկարծ, որ մենք, երբ որ Թուրքիայի հետ հարաբերություններ ենք հաստատում, մի ուրիշ երկրի մենաշնորհն ենք վերցնում Թուրքիայի հետ խոսելու։ Մենք պիտի Թուրքիայի հետ խոսենք ինքներս, որպես ինքնիշխան պետություն։ Մենք պիտի Իրանի հետ խոսենք ինքներս, որպես ինքնիշխան պետություն։ Մենք պիտի Ադրբեջանի հետ խոսենք ինքներս, որպես ինքնիշխան պետություն, Վրաստանի հետ խոսենք ինքներս, որպես ինքնիշխան պետություն, Ռուսաստանի հետ, Եվրոմիության հետ, Միացյալ Նահանգների հետ, Չինաստանի, Հնդկաստանի բոլորի հետ։ Մենք կարիք չունենք երրորդ կողմի, որպիսի կարողանանք խոսել մեր հարևանների հետ, հասկանում եք,